Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ մեր այսօրվա հյուրին ներկայացնելն ուղղակի ավելորդ է, որովհետեւ նրա երաժշտությունը արդեն դարձել է վաղուց ազգային այցեքարտ եւ իդեպ վերջերս մենք ունեցանք պատմական իրադարձություն, 3 ստեղծագործությունները համաշխարհային ռեկորդների գրքում են գրանցված։ Մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը։ Վայրս բարի առավոտ, պարոն Գևորգյան։ Նախ շնորհակալ ենք նաև մեր բոլոր հեռուստադիտողներին, ցանկալ լավ օր, ջերմություն եւ համերաշխություն։ Շնորհակալ ենք ձեզ շատ մեզ այդ զգացողությունը ապարգևելու համար, դեռ տարիներ շարունակ ես փոքր տարիքից պարոն Գևորգյանի երաժշտության մեծ երկրպագուն եմ եւ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Գևորգյան, պատահականությունների հավատում եք դուք թե չէ։ Դե ես գիտեմ, որ զուգադիպություններ են լինում, որոնք համընկնում են, բայց դրանք նախատեսված չեն ի սկզբանե եւ այո, պատահականություններ լինում են, որոնք չգրված օրենքների մեջ են մտնում։ Օրինակի համար չեմ կարողանում օրինակ վերհիշեմ այս պահին, բայց վստահ եմ, որ բոլորիս կյանքում էլ նման դեպքեր պատահում են, որ մի բան ստացվում է ու ասում ես, այս ոնց եղավ, որ այս պահին այս բանը տեղի ունեցավ, ինձ համար լավ բան։ Ես դա ամեն ինչը կապում եմ Աստծո հետ, որովհետև երբեք չեմ համարում, որ այս երկրագունդը ստեղծվել է տենց, ոնց որ շատ գիտնականներ ժամանակին ասում են, պայթուն տեղի ունեցավ եւ սկսվեց այս ամեն ինչը։ Պարզապես տրամաբանելով ասում եմ, ոչնչից պայթուն չի տեղի ունենում, էլի, եթե ոչ մի բան չկար, այդ պայթունը ինչից տեղի ունեցավ։ Մի խոսքով սա մեծ մի ուժի գոյություն է, որը վստահաբար ես մի գրամ չեմ կասկածում, որովհետև հաճախակի հանդիպումներ եմ ունենում դպրոցներում երեխաների հետ, բարձր դասարանցիների հետ ու այդ դասընթացը, որ ես անցկացնում եմ իրանց հետ, վերաբերվում է մեր կենցաղին, մեր ապրելաձևին, վերաբերվում է նրան, որ իրանք պետքա բարի լինեն, իրանք պետքա փողոցում կամ իրար հանկարծ դիպչում են, ասեն անպայման ներողություն, կներես, ոչ թե կոպիտ խոսքեր, չծխեն, դաջվածքներ չանեն, որովհետև ներող կլնես իհարկե, ու դա բերում եմ, էլի Աստծո հետ եմ կապում, ասում եմ, տեսեք, մարդը կատարյալ է եւ ամեն մեկս կատարյալ գեղեցկություն ունեն, մեզ շրջապատող բոլոր մարդիկ իրանք յուրովի գեղեցիկ են, Աստծո ստեղծածն են եւ այդ գեղեցկությունը պետք չի, որ դու քո գեղեցկությունը չես նկատել ու ուզում ես մի բան անես, որ ավելի գեղեցիկ լինես։ Դա Աստծո ստեղծած ու դու իրավունք չունես այս ամենը անել։ Այո, ոնց որ Այվազովսկու 9-րդ ալիք նկարի վրա մի հատ մոտորրա նավակ նկարես էլի, այդ նկարը լրիվ կփչանա, չէ։ Մի խոսքով եւ օրինակը բերում եմ, ասում եմ, նայեք, մեկ ասում են, բա մարդը որտեղից է, դե բնությունն է ստեղծել։ Ասում եմ, եթե բնությունը ստեղծած լիներ այդ ամեն ինչը, ուրեմն բոլորս կլինեինք իրար նման, հավասար։ Բայց պատկերացրեք, որ մնացածը իրար նման են, բայց մարդը լրիվ առանձին է։ Ու օրինակս շատ ծիծաղելի է, ասում եմ, տեսեք, մարդ արարածը արդեն տիեզերք է կարողանում թռնել, իսկ կենթանական աշխարհի մյուս կենթանիներ իրանց համար մի հատ տրուսիկ չեն կարել, որ հագնեն։ Դրա համար այդ տարբերությունն է, որ Աստված մարդուն ստեղծել է ստեղծող, հենց իրա նման։ Դրա համար այդ պատահականությունները վերադառնամ հարցին, որ դրանք պատահական բաներ լինում են, բայց դրանք այդքան էլ պատահական չեն։ Ես միանգամից ունեմ 2 հարց, պարոն Գևորգյանին։ Ինչպիսի զգացողություն եք ունենում, երբ ձեր ստեղծագործությունները դառնում են համաշխարհային ռեկորդի գրքում են, հա, գրանցվում եւ որոնք են այն 3 ստեղծագործությունները, կարծում եմ հեռուստադիտողին կհետաքրքրի։ Ուրեմն նախ եւ առաջ զգացումը, կարծում եմ ամեն մի հայ, որ բոլորս հեռուստացույցի առաջ նստած տենում ենք մեր ծանրամարտիկը բարձրացրեց ու գրավեց աշխարհում առաջին տեղը կամ ռեկորդ սահմանեց, դա բոլորիս համար է հրճվանք, հաճելի, պատիվ, արժանապատվություն, ազգային հպարտությունը, որ աշխարհում տեսեք մենք այս երկրագնդի վրա շատ կարևոր տեղ ենք զբաղեցնում եւ ամեն լսելուց իմ երաժշտությունը կամ որտեղ որ հնչում է, ես միայն հպարտություն եմ ապրում եւ ինձ շատ լավ եմ զգում։ Մյուս հարցը ինչ էր։
Որոնք են այն 3 ստեղծագործությունները։ Քիչ առանց դիտեցի։ Ռեկորդների մասին, այո։ Դե մեկ ռեկորդը այն է, որ 200 կանոններով գրվեց Երևանի ծննդյան 2800-ամյակին նվիրված։ Այս ստեղծագործությունը իմ 8 ստեղծագործություններից մեկն է, որի 8 ստեղծագործություն ունեմ Երևան անունով։ Եվ էլի ասում էին, տենց բան հնարավոր չի։ Ասում եմ, Ինչ ստացել եք հնարավոր չի ստանել, այդպես էին մտածել։ Հա, կոնկրետ շատ շնորհակալ եմ Վահան Սեթոյանին, ռեժիսոր, եւ Արտուր Ղարայանն էր օպերատոր։ Վահան Սեթոյանը շատ լավ մտքի թռիչքներ ունեցող անձնավորություն է, բայց ասում եմ, Վահան, մենք պետք է գրենք Երևան։ Մայստրո ասում է, արի տենց չանենք, ասենց անենք։ Ասում է, չէ, էտա լինելու է այս ամբողջ ստեղծագործության ճանաչված բառ կա ֆիշկան։ Եվ մենք ստացանք դա ի վերջո, բայց այդտեղ հետաքրքիր մի բան կար, ես չեմ կարողանում բարձրաձայնել, որ այդտեղ 200 հոգի չեն, 230 հոգի են, որովհետև եթե նայում ես նկարին 200 աթոռ կա դրած, այսինքն վերևից որ նայես հաշվես 200 աթոռ է, բայց այդ տեսահոլովակը նկարահանման պահին ուշացած էլի եկան տարբեր դպրոցներից երեխեք, որոնք ուշացել էին, տարբեր մարզերից էին եկել եւ ստիպված եղանք տեսահոլովակի կեսից sense տեղափոխենք, այդ ուշացածներին էլ ներառենք, որ Երևան կադրում դա այդ Երևան ստեղծագործություններ մեկ, երկրորդ ռեկորդը, որ ես այդքան չեմ հպարտանում այդ ռեկորդով, ճիշտ ասած, Ջիվան Գասպարյանի 90-ամյա հոբելյանը պետք է նշվեր օպերայի դահլիճում, ես վարպետին ասեցի, վարպետ 90-ամյակն է, 90 դուդուկով գալիս եմ շնորհավորելու, ասեց Արա ջան, անհնար բան ես ասում, տենց բան ոչ եղել է, ոչ էլ կարող է երբևէ տեղի ունենա, որտեվ դժվար է դուդուկարներին համախմբել, հավաքել միտեղ, բայց եկան 112 հոգի եւ 112 հոգով ինչի եմ ես մի քիչ այդ հարցին ուրիշ ձևի վերաբերում, որտեվ դուդուկի երկրում ենք ապրում։ Սա կոչվում է դուդուկի երկիր Հայաստանը, չէ՞, ստեղից է դուդուկը սկիզբ առել եւ 112 հոգի հավաքել ենք ու ունես ռեկորդ ենք կորում։ Դի հազարներ հավաքվեին։ Բայց ես կարող եմ ցավով նշել, որ հիմա դուրս գանք փողոց, ցանկացած մեկին պատահական հարցնենք, օրինակ դուք քանի՞ դուդուկ նվագողի անուն գիտեք։ Երևի 4-5 կարծում եմ։ Ջիվան Գասպարյան 1, Գևորգ Կարապետյան։ Գևորգ Կարապետյան։ Կոստյա Մուկուչ Կարապետյանները։ Լավ։ Կոստյան կլարնետ է նվագում։ Մուկուչն է նվագում դուդուկ։ Լավ, 3, հետո լավ Կարո Սերանյան 4, հուշեմ էլի։ Գևորգ Դաբաղյան։ Գուրգեն Դաբաղյան։ Այո, հորեղբայրը, այո։ Էս էլ 5։ 5։ Այդքան։ Հիմա դուք լավա որ այդ 5-ին հիշեցիք, բայց դրսում կասեն Ջիվան Գասպարյան ու վերջան կանգնում են։ Դրա համար ցավալի է, չեն ռոպագանդվում։ Պետք է այդ տեսահոլովակները մեր ազգային գործիքները Կամո Սերանյան։ Ես Կամո Սերանյանին ես հիշեցի։ Այո, նշվել է։ Ես նույնպես։ Ուրեմն անընդհատ բոլոր եթերներում նույն բանն եմ կրկնում։ Մեր ազգային գործիքները պետք է ռոպագանդել, որպեսզի նրանք դառնան ճանաչելի, նրանց վարպետները դառնան ճանաչելի։ Այսօր մեր եւ ոչ միայն մեր երկրում, այլ ընդհանրապես ռադիոմի ասում ես բոլորը երգում են։ Միայն երգն է այսօր գերիշխում, իսկ երաժիշտներ գրեթե չկան։ Նույն երաժիշտները նվագում են բոլորի հետ։ Այդ ցավնա, որ պետք է լրացնել, դա երևի լրատվամիջոցների, հեռուստաընկերությունների ամենակարևոր գործերից մեկն է, եւ ես միշտ ասում եմ, եթե օդանավակայանում մի քամանչանվագող, որ վերադառնում է միջազգային փառատոնից, եթե նրա վզին մի հատ դափնի կախենք, դափնե պսակ, իմ կարծիքով դպրոցներում շատ կշատանան քամանչանվագ, այո, պետք է տենց ինչ-որ գործ սկսել։ Եվ երրորդ ռեկորդը բաց կանոնն էր, որը աշխարհում գոյություն չունեցող երաժշտական գործիք, գաղափարն էլ առաջացավ նրանից, որ 50 կանոնով ձայնագրել է իմ մուշ ստեղծագործությունը եւ ինքը լավ չէր հնչում։ 50 կանոն նվագում են, բայց ինչ որ հիմքը չկա, բասը չկա։
Եվ Google-ի մեջ փնտրեցի ինչ բաս կանոն կարող եմ գտնել, որտեվ այդ գործը ուզում էի միայն կանոններ լինեին, եւ չգտա։ Ասեմ ձեզ, որ 10 գործիք էլ չգտա, բաս գործիք աշխարհում։ Ասենք կոնտրաբաս, բաս գիտար, սուզաֆոն, տուբա, բաս կլարնետ, բաս բալալայկա, բաս մանդոլինա, բաս, լավ, բաս դուդուկ, ել չեմ կարողանում հիշեմ ուրիշ բաս գործ, լավ ասենք մի քանի հատ էլ կլինեն։ Եվ այդտեղից որոշվեց ստեղծել նոր երաժշտական գործիք կոնտրաբասի լարերով կանոն։ Եվ վարպետ Ալբերտ Զաքարյանի հետ միասին, ինչը շատ մեծ բան դրեց իմ առաջ, վարպետը ասեց դաշտամուր պետք է մի հատ քանդեմ, որ ուսումնասիրեմ։ Դաշտամուրը բերեցի քանդեց, կոնտրաբաս ուսումնասիրեց, հետո ասեց լավ կլինի, որ փայտը բերվի Սևծովի ափից։ Ընդեղի թխկի ճառագայթները մի ուղղությամբ են գնում, ձայնը երկար կպահի գործիքը։ Գնացի Տուապսե Լևոն Մկրտչյանի հետ, իմ ընկերոջ, ու բերեցինք տախտակներով անցանք Մաքսատուն։ Այդ տախտակներով Մաքսատուն անցանք, բոլորը ապշել էին, էս ինչ տախտակա բերեց Արա Գեորգյանը ինքնատիրով։ Մի խոսքով այդ տախտակներով անցանք 6 գործիքի այդ նյութը բերեցինք եւ վարպետը սկսեց հաշվարկները, սարքեցինք գործիքը։ Այսինքն քանի գործիք հիմա այս պահին ունենք։ 5 գործիք ունենք, մեկը նվիրեցի Երգի Պարի պետական անսամբլին, մեկը նվիրեցի ասելով հիմա ավելի հետաքրքիր բան կա դրա տակ, Թովմաս Պողոսյանի Սայաթ-Նովա աշուղական նվագախմբին, մեկը ազգային նվագարների պետական նվագախմբին, մեկը մանկավարժական համալսարանում դասավանդում ենք, երևի կասեմ աշխարհում մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնը միակ վայրն է, որտեղ դասավանդում են բաս կանոն։ Եվ մի կանոնն էլ մեր տանն է, որ պիտի տան պատմության թանգարանին։ Ասեմ, որ 2 ամիս ցուցադրվեց Երևանի պատմության թանգարանում բաս կանոնը եւ կազմակերպիչները շատ գոհ էին, որովհետեւ գործիք, որը ոչ ոք չի տեսել, գալիս են եւ առաջին անգամ տեսնում են, որ Հայաստանում ստեղծվել է նոր երաժշտական գործիք։ Եվ շատ պնդեցի, որպեսի դա ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ իրանց ցանկի մեջ, որպեսի ճանաչվի հայկական ազգային գործիք։ Եվ ինչու՞ չէ, նաեւ շատ եմ պնդել, համոզել, մինչև հիմա չի ստացվում, որ էքսպոներում պետք է այդ գործիքը ներկայացնել տարբեր երկրներում։ Եթե էքսպոներում ներկայացնենք, ուրեմն արաբները այդ գործիքը շատ են ուզելու։ Պարսիկները ուզելու են, թուրքերը ուզելու են եւ ստիպված ենք լինելու է այստեղ գործարան ստեղծել։ Ինչը շատ ողջունելի կլինի։ Ուղղակի երիտասարդությունը կհետաքրքրվի։ Պարոն Գևորգյան, ձեր երաժշտության մեջ միշտ կա եւ գերակշռում է ազգային ոգին։ Որտեղից այդ ներշնչանքը։ Ես էլ եմ բազմաթիվ անգամ պատմել, իմ մոտ մի քիչ խառնվել է իրար այդ երաժշտությունները, որովհետեւ տատիկս երգում էր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, պապիկս եկեղեցու խորհրդի անդամ էր, անընդհատ խառնում եմ խորհրդի նախագահներ թե անդամ էր, տարբերություն չկա։ Մայրս Վալյա Սամվելյան երգում էր, հայրս Սարգաշինական գործարանի ժողովրդիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր եւ թառահարը, այսինքն ստացվեց այսպես, որ մայրիկն ու հայրիկը գնում էին համերգների տարբեր շրջաններ, մարզեր, ինձ թողնում էին Կոնդում տատիկի պապիկի մոտ։ Տատիկ պապիկը գնում էին եկեղեցի, ինձ էլ հետներ էին տանում, ես նստած պատարակ էի լսում, այսինքն հոգևոր երաժշտությունը արդեն իմ մեջ ներարկված էր մանկուց, տանը լսում էի ժողովրդական երաժշտություն։ Երբ որ գնացի երաժշտական դպրոց արդեն դասական էինք նվագում, դասական երաժշտություն, ոնց որ բոլոր դպրոցներում երեխեքին սովորացնում են։ Հետո որ արդեն դառա 8-րդ դասարան դպրոցում ստեղծեցի նվագախումբ։ Գիշերը պարկում էի քնելու, միացնում էի վեֆ ռադիո ընդունիչ ունեինք, որի վրա գտնում էի Մոնտե Կարլո ալիքը։ Այդ ալիքով տալիս էին Bee Gees, Beatles, չգիտեմ, Pink Floyd, տարբեր այդ ժամանակակից արդեն մոդեռն երաժշտություն, ռոք երաժշտություն, եւ այդ ամեն ինչը լցվում էր իմ մեջ փաստացի։ Հետո որ նվագեցի էստրադային տարբեր նվագախմբերում, վերջում ռալի նվագախմբով մենք ստեղծագործում էինք, իսկ մինչ այդ մենք նվագում էինք արդեն եղած երաժշտություններ, տարբեր երկրների, քավերներ էինք անում։ Բայց հետո ռալի խմբով սկսեցինք մերը ստեղծագործել, այդ ստեղծագործական ջիղը արդեն սկսեց արմատանալ իմ մեջ ու
Սկզբում անում էի հայկական այն երաժշտություններն էի գործիքավորում, որոնք վերացել էին, ասենք Կոմիտասի կռունկը հնչում էր միայն Ծիծեռնակաբերդ բարձրանալու ժամանակ ապրիլի 24-ին։ Դլեամանը չէր հնչել վաղուց եւ դրանք երբ որ ստացան նոր զգեստավորում, կոպիտ ասած, շատ հետաքրքրեց եւ այդ երաժշտությունները մտան հեռուստատեսություն, բոլոր ալիքներ, բոլոր հեռուստահաղորդումներ ձևավորվեցին եւ այլն ֆիլմեր։ Հետո հասկացա, որ բավական մեծ կտոր ես ստեղծագործում եմ, հետո փոքր կտոր հատկացնում եմ, ասենք, մեր հայտնի, ասենք, Սայաթովայի Էշխեմեդը։ Դրան եւ էլի շատ մեծ կտոր ֆինալում ալինում։ Կամած որոշեցի, որ այդ միջին հատվածն էլ ես օրինեմ, ամբողջությամբ կդառնա իմ սեփական ստեղծագործությունը, ինչը որ հիմա ամբողջ իմ համերգային ծրագիրը միայն իմ ստեղծագործություններով է ընթանում, բացառությամբ առաջի ստեղծագործությունը, որ համերգը սկսվում է Նարեկացիով։ Հավուն ու կարծում եմ շատ կարևոր է։ Այդ հավուն ստեղծագործությունը ինձ համար երևելի ստեղծագործություն է, որովհետև կարծում եմ աշխարհի բոլոր ազգերը դա լսելուց պետքա շատ զարմանան։ Դրա համար մեկ-մեկ որ վրթովում եմ, կամ ես կամ իմ գոլեգաները շատ կարևոր բան ենք ասում, այնքան կարևոր գանձարան ունենք մենք, շատ կարևոր գանձ երաժշտություն ունենք, եւ այդ երաժշտությունները մենք այսօր բացի թողի արված, անտարբերության մատնված, նոր բաներ ենք հորինում, լինելով տարբեր ազդեցությունների տակ, այսինքն ասում եմ առաջ մեր ռաբիզը գոնե հայերեն էր, հիմա դարել է ռուսերեն, որովհետեւ այս ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով շատ մեր հայրենակիցներ տեղափոխվեցին, վերադարձան Հայաստան կամ տեղափոխվեցին Ամերիկա եւ իրանց այդ մշակույթը իրանց հետ տարան եւ բերեցին։ Դրա համար այսօր DJ-ներն էլ որ հարսանիքների մեջ ռուսերեն լեզվով միացնում են, զարմանում եմ, ասում լավ, ինչի համար եք ռուսերեն լեզվով միացնում։ Հետո վաղ արդեն սկսեք պարսկերեն միացնել, ադրբեջաներեն միացնել։ Դրա համար պետք է կպնել մեր արմատին։ Եթե մենք մեր արմատին ամուր կարճենք, բոլորս կարճենք մեր արմատից, մենք իրար հետ խնդիր չենք ունենա։ Մենք իրար կես բառից կհասկանանք, չենք վիճի իրար հետ, որովհետև մենք հեռացել ենք մեր արմատից ու մեր ամեն մի խոսքը հայր ու որդի իրար չեն հասկանում։ Տարիքային այս տարբերությունը այդ կտրվելու պատճառն է։ Մեծերը արմատին կարճացեն, երիտասարդները արմատից հեռացել են։ Դրա համար մենք իրար չենք հասկանում։ Ցավոք սրտի հեռացել ենք եւ եկեղեցուց եւ Աստծուց։ Պարոն Գևորգյան, դուք այն մարդկանցից եք եւ այն մարդն եք, ով ամբողջ կյանքում տարին 12 ամիս, ամիսը 38 օրը 24 ժամ մտածում եք ինչ անել, որպեսզի միավորենք հայությանը, միավորենք մեր մշակույթը, պահենք մերը, քարոզենք մերը ու ամեն գաղափար, ամեն միտք երբ որ փորձում եք ներկայացնել, շատերը ցավոք սրտի չեն հավատում դրա իրագործմանը։ Մտածում են, որ դա անհնարին է, բայց դուք միշտ ապացուցել եք, որ հնարավոր է անել դա։ Այլ դա ձեզ, չեմ ուզում ասել կոտրում է, բայց միթե ձեզ սենց չի ստիպում ձեզ ետ քայլ անել ձեր գաղափարները։ Տեսեք, շատ ժամանակ ես մնում եմ իմ գաղափարի հետ միայնակ, բայց այն համառության շնորհիվ, որ կա այն փառք Աստծո, որ հələ այդ համառությունը մեջս կա, որ չէ, պետք է իրագործեմ։ Հետո իմ մոտ կա մի շատ վատ մի բան, որը ես ափսոսում եմ, որ ես դա չեմ ունեցել, բայց կարող է դա էլ հենց իմ հաջողությունն է։ Ես երբեք չեմ ունեցել իմ կողքին ինձ օգնող մարդ։ Այսինքն մենեջեր, որ այսօր ամեն մի նորելուկ երգիչ մենեջեր ունի իր կողքը։ Դա ինձ միշտ զարմացրել է։ Ես այդ բաները չեմ ունեցել, միգուցե դրա համար է, որ երբեք ոչ մեկի դուռը չեմ ծեծել։ Հիմա հերոստացույցով նայում եմ, չէ, ես երբեք որևէ մեծահարուստի դուռ չեմ ծեծել, որ ինձ օգնեն։ Չի եղել նման բան իմ կյանքում երբևէ, որ ես դիմեմ մեկին ու ասեմ, սենց մի հատ բան եմ անում, ինձ կօգնես։ Չէ, ես միշտ արել եմ մի բան եւ ասել եմ հակառակը։ Եթե կուզես քո անունը ստեղ գրվի, այս մի փոքր բան էլ դու արա։
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Գևորգյան, շնորհակալ ենք շատ, որ ձեր ժամանակը տրամադրեցիք մեզ։ Այս հաջողությունները, այս ռեկորդները ձեր թույլտվությամբ իհարկե ես ուզում եմ ասել, որ սա ամբողջ հայությանն է։ Շնորհակալ ենք շատ։ Ու ես վստահ եմ, որ ձեր մոտ միշտ նոր մտքեր, նոր գաղափարներ են գալիս ու մենք գովազդի ընթացքում էլ խոսում ենք, որ առաջիկայում սպասվում է մի մեծ կարևոր իրադարձություն, դրա մասին վստահ եմ կխոսենք։ Գիտեք, մի բան պարզապես ավելացնեմ, որ բոլորս գիտենք այդ աքսիոման, որ ինչ բան է մթություն։ Դա պարզապես լույսի բացակայությունն է։ Ինչ բան է սառը։ Դա ջերմության բացակայությունն է։ Եվ ինչ բան է չարություն, դա էլ սիրո բացակայությունն է։ Ուրեմն եթե սերն ավելացնենք մեր բոլորի մեջ, այդ չարությունը կվերանա, իրար հայհոյելը, իրար անպատվելը, իրար վրա ինչ-որ բան շպրտելը, դրանք սաղ կվերանա։ Ու մեզ պետք է սերը ավելացնել։ Պետք է սեր տեսահոլովակը շատ ցուցադրեք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողին, պարոն Գևորգյանի հետ այս 15 րոպեն անցավ, կարծես թե 1 րոպե էինք զրուցում ու իսկապես ժամերով ձեր հետ խոսելը միմիայն հաճույք է ու ամենակարևորը սովորելու մանեսուրերում միշտ ձեզանից։ Շնորհակալ ենք շատ։ Ես եմ շնորհակալ։ Մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ, սա լույս առավոտին էր, իսկ վաղը տաղավարում կաշխատեն մեր գործընկերները, մնացեք բարով։